այս իշխանությունը մեզ ասում է 2024-ը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տակ, 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի։ Այս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են։ Սյունիքը որ տակ, այդ կրակոցները կբան կանեն, ու ձեր վիճակագրությունը փայլուն ոչինչ չի խախտի։ Իսկ գիտեք 2024-ը ինչ թվական է եղել։ 2024-ը եղել է թվական, որ Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը նստել իրենց վարչության նիստում որոշել են ինչն է Հայաստան, ինչը չէ։ Ու որոշել են, որ օրինակ Տավուշի գյուղերը, տարածքները Տավուշից դա Հայաստան չի։ Եղբայր, ով է ասում Հայաստան չի։ Մեր վարչությունը։ Ես որոշել եմ Հայաստան չի։ Շուռնուխի ընկեսն էլ Հայաստան չէր։ Ով է ասում, ես եմ որոշել։ Ոնց ես որոշել, ինչ կապ ունի, ժողովրդավար երկրում ենք։ Ու 2024-ը եղել է տարի, երբ որ դուք առանց այդ բանը երկու երկրների հանձնաժողովների համաձայնագրի ԱԺ-ում հաստատման միջև է տանելը Տավուշից մի ընդհատեք ընդհատողներին։ Ուրեմն լսեք ինձ պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, երկրորդը նախ լռեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը։ Լավ չեք գծում ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք ասեցի, հանգիստ, շարունակեք տիկին Վարդանյան։ Վերականգնել։ Չեմ ապահովելու, շարունակեք ձեր ելույթը։ Ատենց, շարունակեք ձեր ելույթը։ Շարունակեք ձեր ելույթը։ Շարունակում եմ հանգիստ։ Հիմա առանց այդ հանձնաժողովի այդ փաստաթուղթը հաստատելու Տավուշի ձորքերը ետ եք քաշել։ Ասում ենք, միակողմանի զիջումներ եք անում, ասում ով է ասել, այդ փաստաթղթում ինչ գրած է երկկողմանի է, էլի կոնստրուկտիվ առաջարկ ունեմ ձեզ, հաջորդ պայմանավորվածությունը ասեք օրինակ կողմերը պարտավորվում են Իսկանդեր չունենալ, մի բան է, չէ, կողմերն են պայմանավորվում, ով Իսկանդեր ունի Հայաստանը, կողմերը պայմանավորվում են Սևանը չօգտագործել, կողմերն են պայմանավորվում, ախր դա ինչ կապ ունի, ոնց այս նույնն է, ինչ որ են երրորդ կետը, կողմերը պայմանավորվում են երրորդ երկրների ուժեղ չտեղակայել սահմանին։ Երկու կողմերն են, չէ՞ պայմանավորվում, ոչինչ, որ մենակ Հայաստանը դրա կարիք ունի,